Բարև ձեզ, Օրագիր նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանին։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, Ադրբեջանը վերջին օրերին մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում եւ Հայաստանին մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ընդ որում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտվել են։ Ձեզ ինչի մասին է վկայում այս միտումը, Ադրբեջանն իր հարձակման համար քարոզչական հիմք է ստեղծում, թե այստեղ այլ շարժառիթներ եք տեսնում։ Շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի Դավիթ։ Նախ միանգամից ասեմ, որ մեր հանրային մեդիա դաշտում տարածվող այդ տերմինը խաղաղության պայմանագիր կամ այլ կերպ ասած խաղաղություն տերմինը իրականում երևույթը փոխում է եւ իրականում մենք այստեղ գործ չունենք խաղաղություն տերմինի հետ, ուղղակի երևույթը կոչվում է խաղաղություն, խաղաղության պայմանագիր եւ մենք էլ իներցիոն մակարդակում դա այդպես ենք կոչում։ Իրականում ես այս մասը մի քանի օր առաջ էլ ասացի, իրականությունը եւ մեր բանականությունը ծաղրում է այս երևույթը կոչել խաղաղության պայմանագիր։ Հետո ստեղ ուրիշ մանիպուլյացիոն տարրե կա, որովհետեւ եթե կոչում ենք խաղաղության պայմանագիր եւ ինչ որ մարդիկ դա քննադատում են, ապա դուրս է գալիս, որ մենք խաղաղության դեմ ենք։ Ինքս այս երևույթը քննադատողներից մեկն եմ, եւ եթե ընդունենք, որ երևույթը խաղաղության պայմանագիր է, ապա դուրս է գալիս, որ ես միլիտարիստ եմ, խաղաղության դեմ եմ, պատերազմամոլ եմ իր բացասական հետևանքներով։ Ոչ, մենք պատերազմամոլներ չենք, մենք հասկանում ենք, որ պատերազմը դա վատ բան է, մարդկային ողբերգություններ, ճակատագրերի կորուստներ, մարդկանց արցունքներ եւ այլ։ Ուղղակի այս երևույթը, գիտեք, այս երևույթի վատը ինչումն է, որ կոչվում է խաղաղություն բառով։ Ես պատական չի այս թեմայի վրա այսքան ծանրանում եմ։ Բառը կոչել են խաղաղություն եւ մեր մեդիա դաշտում ես շատ եմ լսում, հենց նոր դուք էլ ասացիք խաղաղության պայմանագիր։ Դա այդպես է կոչվում, բայց դա խաղաղություն կոչվող երևույթի հետ կապ չունի։ Եվ մենք ստիպված լինելով խոսել այդ մասին, օգտագործում ենք իշխանության կողմից դաշտ նետված խաղաղություն պայմանագիր տերմինը։ Իրականում պետք է կոչել այսպես կոչված խաղաղության պայմանագիր, իսկ գրավոր խոսքում էլ կիրառել ճակերտներ, որովհետև այն ինչ տեղի է ունենում, ընդհակառակը մոտեցնում է մեզ պատերազմին։ Ուղղակի երևույթի վատը կայանում է նրանում, որ մոտեցնելով մեզ պատերազմին, երևույթը կոչում ենք խաղաղություն բառով։ Եվ դրա դեմ խոսողներին, ինչպես արդեն ասացի, հայտարարում ենք ռազմամոլներ եւ այլ եւ այլ եւ այլ։ Մենք ապրում ենք այս տարածաշրջանում, մոտ 1000 տարի ապրում ենք թուրքական տարի հետ եւ ակնհայտ է, որ թուրքական տարը մեզ հանգիստ չի թողնելու։ Հիմա ով ինչ ուզում է ասի, մենք տեսանք, չէ, Սիրիայում ինչ կատարվեց մի քանի շաբաթ առաջ ցեղասպանություն։ Ալավիներին, այո, բառից բուն իմաստով ցեղասպանության ենթարկեցին։ Փողոցներում քայլում էին, մարդկանց բռնում, սպանում էին, մտնում էին տները, սպանում էին, մարդկանց գերեվարում էին, տանում էին ինչ որ միտեղ մասսայական մահապատիժների են ենթարկում։ Այս տարի հետ մենք պետք է խաղաղություն ունենանք։ Ցավոք, սա Եվրոպան չէ, պայմանական ասած Բելգիա եւ Հոլանդիայի միջեւ ինչ որ կոնֆլիկտ չէ, որ sense կողմերը դնեն, նույն քաղաքակրթական մակարդակում ասպետաբար պայքարեն, ոչ, ցավոք, ցավում եմ, բայց սա մի տարածաշրջան է, որտեղ կամ խնդիրն է դրված, տեսեք, մեր նույն խնդիրները ունի Իսրայելը։ Ինչ է անում Իսրայելը։ Ասում է իմ գոյությունը դնում են կասկածի տակ, ես էլ ձեր գոյությունը կդնեմ կասկածի տակ։ Հիմա Բելգիա եւ Հոլանդիայի կռիվը եւ Իսրայել եւ արաբների կռիվը նույնն է, իհարկե ոչ։ Մեր եւ թուրքերի կռիվը եւ Բելգիա եւ Հոլանդիայի կռիվը նույնն է, իհարկե ոչ։ Այս պայմաններում խաղաղության միակ մեկ ճանապարհ կա ունենալ ուժեղ պետություն եւ ուժեղ պետականություն։ Ես չեմ հոգնի այս մասին կրկնել։ Տեսեք, Իսրայելը իր բռունցքով, իր ուժեղ պետականությամբ պայքարելով ըստ էության սուննի արաբական աշխարհի դեմ եւ վրան էլ գումարած շիա Իրանը կարողանում է պարտադրել իր գոյության իրավունքը։ Հիմա մենք ինչ ենք անում։ Նայում եմ 3 վարչապետը իրար վրա Facebook-յան ստատուս անում։ Ցավոք Facebook կոչված երևույթը դարձել է մեր պաշտոնական խոսափող։ Ես դրան դեմ եմ, մի պա թեմայից հեռանանք։ Ոչ, կամ պաշտոնական այլ խոսափողներ, բայց լավ ընդունենք։ Մենք երկիրը սոցցանցերով ենք կառավարում։ Ընդունենք, թեև ես դրան դեմ եմ, որովհետև սոցցանցը մի օր կարող է փակվի, մի օր կարող է ուղղակի դիվերսիա լինի։ Չէ՞ որ մենք չպետք է սովորենք վարչապետի էջից տրվող ինֆորմացիային, որը իրականում հսկվում է սոցցանցի տիրոջ կողմից, չէ՞։ Այսքան դու պետության, վաղը մի օր կարող է տեղ մի հայտարարություն լինի, կոտրեն այդ էջի եւ մենք ընկնենք խառնաշփոթի մեջ, Սոցցանցում իրար վրա հայտարարություններ է գնում։ Մենք պատրաստ ենք ստորագրել օր առաջ, երկրորդ հայտարարությունը, որ բանակին հրամայում եմ հրադադարի ռեժիմը չխախտել։ Այսինքն ինչ, այս երկրորդ հայտարարությունը ընդհանրապես վիճահարույց էր։ Այսինքն մինչև այդ մենք խախտում էինք, հիմա հրամայում եմ չխախտել կամ հակառակ կողմից կանք, երբ որ դու հրամայում ես չկորակել, չէ՞ որ դիմացինն էլ լկտիանալու առիթ է ստալի։
ինքը հա կարող է կրակի եւ պատկերացնեք այդ քո զինվորականի վիճակը, ինքը հրաման ունի չկրակել, բայց իր վրա կրակում են։ Դա իրեն բարոյապես վարչապետն է հայտարարում։ Դա իրեն բարոյապես սպանում է, զինվորականին դա բարոյապես սպանում է, դեռ չասած, որ կոնկրետ ռազմական հետևանքներ կարող է ունենալ։ Գան, ասեն դու հրաման ես, չէ՞, չկրակելու, դե մի կրակի։ Եվ սկսեն սողացող, հետո արդեն իրական ագրեսիան։ Վերադառնալով ձեր հարցին, մի քիչ sense երկար պատասխանեցի, իրական սա խաղաղության գործընթաց չէ։ Սա մի գործընթաց է, որ իշխանությունները արդեն վաղուց սնանկության վերածված այդ այսպես կոչված խաղաղության գործընթացի վերջին կաթիլներն են քամում, եւ պատահական չէ, որ իրոք նույնիսկ սիմվոլիկ էր, որ ադրբեջանական կողմը մեր վարչապետի հայտարարությունից բառացիորեն 2 կամ 3 ժամ հետո փակեց այդ դուռը։ Ջեհուն Բայրամովը հայտարարեց, որ կապ չունի ամեն ինչ պատրաստ է թե չէ, դուք մինչև մեր պայմանները չկատարեք, մենք ոչինչ էլ չենք ստորագրի։ Հիմա մեր վարչապետը հաջորդ քայլն էր, ես պատրաստ եմ միակողմանի ստորագրեք։ Հասկանում եք, ստորագրեք, այն մարդիկ քեզ չեն հարգում։ Պարզ կենցաղային լեզվով ասեմ, մարդիկ քեզ չեն հարգում, մարդիկ քեզ սուբյեկտ չեն ընդունում, մարդիկ պատրաստ չեն քեզ հետ հավասարի հետ բանակցել, նույնիսկ եթե դու իրենց բոլոր ասածները անում ես, որովհետև մարդիկ քեզ չեն հարգում, մարդիկ պատրաստ չեն քո ձեռքը սեղմել, մարդիկ պատրաստ են քեզ ոչնչացնել մինչև վերջ, իրենց ուզածը վերցնել։ Տեսեք, մենք աբսուրդ էինք, չէ՞ համարում, բայց արդեն մեր հանրային խոսույթում սովորական դարձավ, որ այսպես կոչված պատերազմական հանցագործներին հանձնելու խնդիր է սկսում պատտվել մեր հանրային դաշտում։ Սկզբում ես հիշում եմ, առաջի 21-22 թվին դա ինչքան օտար էր, չէ՞, հիմա արդեն դա սովորական դարձավ։ Մի օր էլ կարող է կանեն ասեն, բա հայրենասեր մարդիկ եք, հարգելի Արցախի հերոսներ։ Բա գնացեք հանձնվեք Բաքվի բանդ, որպեսզի մենք խաղաղություն ենք։ Թե դուք ուզում եք, որ այո, թե դուք ուզում եք, որ հասարակ Պողոսի որդին սահմանով զով, այ դուք ինչ վատն եք, գնացեք Բաքվի բանդ նստեք, որպեսզի պատերազմ չլինի։ Եվ աղա մյուս օրը կարող ասեն ցեղասպանության թանգարանը թուրքական ազգային հիշողությունը ոտնարում է, մյուս օրը կասեն, գիտեք ինչ, Անդրանիկ անունով կերող բոլոր տղաներին անվանափոխեք։ Հասկանում եք, սա ընդհանուր կենցաղային կանոն է եւ նաեւ հասարակական ոլորտում է գործում շանտաժին եւ ահաբեկությանը չի կարելի զիջել։ Դա տալիս է գայթակղություն դիմացինին անվերջ մեծացնել պահանջներ։ Հիմա Ալիևը եւ Պաշտոնական Բաքուն պատուհան են տեսնում։ Իրենք հնարավորությունների պատուհան են տեսնում։ Իրենք վստահ են, որ մի քանի տարի հետո Հայաստանի Հանրապետությունում պայմանական ասած Վազգեն Սարգսյան երկրուց չի լինի, որը կասի հələ մի վարքյան։ Եվ այլ հետևանքներով։ Հիմա մեր իշխանություններն ներքաղաքական ցավոք խնդիրներ են լուծում այս ամեն ինչ անելով։ Բայց ես չեմ, այո, բայց ես չեմ նախանձում գործող իշխանություններին, որովհետև նույնիսկ իրենց ամենաթիրախային լսարանյան հավատավոր մասսան, որին մի հատ կոպիտ տերմինով են կոչում, բայց ես դրան դեմ եմ, նույնիսկ այդ մարդիկ զգում են արդեն, որ այսպես չի կարող շարունակվել։ Ընդ որում տեսեք հələ երեկվա էպիզոդը վերցնենք, 2 ժամ նույնիսկ այդ քարոզը չկարողացան մեր իշխանությունները պահել, միանգամից Բաքուն Ջեյուն Բայրամովը փակեց, ասաց չեմ ստորագրելու։ Այսինքն այս իշխանությունները 18 թվականից հետո հեսա կլինի արդեն 7 տարի, 8-րդ տարին կսկսե գնալ, չէ՞, մայիսի 9-ից հետո։ Այս ընթացքում Արցախը կորցրեցին։ Հիմա ինչ ոնց առանձին թեմա շատ են խոսել, ամենայն դեպս իրենց օրոք է տեղ ունեցել։ Պետական կառավարումը շատ վատ արդյունքներ է ցույց տալի։ Արտաքին պարտքը հատում է կամ նույնիսկ անցնում է 13 միլիարդ դոլար։ Ամեն ոլորտում ունենալով ընդգծված անհաջողություն փորձում էին ժողովրդին գոնե մի հատ, ինչպես ասում են, թղթի կտոր բերել, որ ահա մենք ձեզ խաղաղություն բերեցինք, բայց նույնիսկ դա է, նույնիսկ դա չի ստացվում եւ այս զապասով գնալ ընտրությունների, հիմա Գյումրի ընտրություններն են 10 օրից, տեսնենք հələ գյումրեցիները ինչ գնահատանք կտան այս ամենին, թեև պարզ է քաղաքային թիմ ընտրություններ եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքն է եւ չի կարող այդ ընտրությունը քաղաքական չլինել։ Այսինքն պարտությունը նաեւ համապետական մակարդակով ազդեցություն կարող է ունենալ։ Անկասկած, իմ կարծիքով անկասկած, դա նախ հոգեբանական հետևանք կունենա, հետո քաղաքական հետևանք կունենա եւ կարող է ինչ-որ sense կանխանշան լինել, որ ժողովուրդը հոգնել է։ Եվ գիտեք, մի հետաքրքիր տենդենց կա մեր նորանկախ պատմության մեջ, ցանկացած իշխանություն հոգնեցնում է մարդկանց 5 տարուց հետո սկսում է հոգնեցնել 7-8-9-րդ տարում արդեն խորանում է ամեն ինչ, որովհետև նայեք ցանկացած մեր 3 նախագահներին եւ Նիկոլ Փաշինյանին։ Հիշենք մտովի երկրորդ 5-ից 10 տարվա ընթացքում մարդիկ հոգնում են, այն առաջի պահին նախորդին չսիրելով, այս նոր հույսեր, նոր պաշտոններ, նոր ինչ որ եւ այլ, բայց ցավոք այդպես վատ է լինում։ Վերջացնելով այս խոսքս,
իմ սիրած թեզը պետք է ասեմ, մեզ պետք է ուժեղ պետություն։ Ուժեղ պետության հիմքում արդյունավետ կառավարումն է։ Արդյունավետ կառավարումը ենթադրում է ժողովրդավարական հասարակության ունենալ եւ տնտեսական լավ ցուցանիշներ։ Այս ամեն ինչ իրար հետ ուժեղ պետություն ենք պես։ Պարոն Հակոբյան, Ադրբեջանի գլխավոր պահանջներից մեկն էլ միջազգային հայցերից հրաժարումն էր, որը հայկական կողմը ըստ էության բավարարեց։ Դուք մասնագիտությամբ իրավաբան եք եւ ինչպես եք գնահատում այս իրողությունը եւ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը մեր երկրի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նախ բարեբախտաբար դեռևս Հայաստանի Հանրապետությունը չի բավարարել այդ պահանջը, պատրաստակամություն է հայտնել հրաժարվել հայցերից։ Բարեբախտաբար դեռևս չենք հասել դրան, թեև Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը, որին ես անձնապես ծանոթ եմ, իրար հետ ենք սովորել իրավաբանական ֆակուլտետում, ընկերներ ենք, կարող է վկայել այս մասին, որ այո, այդ մասին գործընթաց կա եւ պարոն Կիրակոսյանը ուղղակի չուզեց մասնակցել այս գործընթացին։ Արդ օգտագործել ուղղակի կարճ ասեմ, Եղիշե Կիրակոսյանը քիչ պաշտոնյաներից էր, որ իր տեղում շատ որակյալ իր գործը անում էր եւ ինչ պրետենզիա ունենանք գործող իշխանություններին, կոնկրետ Եղիշե Կիրակոսյանի առումով հանձամբ ես կոնե պրետենզիա չունեմ եւ մարդը որակով իր գործը անում էր, ցավալի է, որ այս որակյալ պաշտոնյան հեռացավ։ Եւ մասնագետները ասում են, մեր գրեթե բոլոր հայցերը հաջողելու շատ մեծ շանսեր ունեն։ Այո, թեև նաեւ գիտեք, սա գուցե խորհրդանշական էր նաեւ, որ Եղիշեն հեռացավ, որովհետեւ իր էպոխան վերջացավ, այսինքն իր աշխատանքը եւ որակյալ արդյունքի կարիքը պետությունը այլևս չունի։ Ու բարոյական կողմը թողնենք, որ Եղիշեն լինելով որոշակի սկզբունքների տեր մարդ հարմար չգտավ մեղմ ասած, որ իր օրոք լինի այն, ինչ լինի։ Հիմա հայցերի պահով կտրուկ վատ են վերաբերվում, ծայրահեղ վատ են վերաբերվում սրան, նախ մի քանի առումներով, լավ, նախ այն առումով, որ ամենակարևորը, այդ հայցերը Հայաստանի Հանրապետության սեփականությունը չեն։ Հայաստանի Հանրապետությունը դեպքերի բերումով, հանդիսանալով Արցախահայության ներկայացուցիչը եւ ունենալով ինստիտուցիոնալ տեսք, որը Արցախահայությունը չուներ Արցախի Հանրապետության անկումից հետո, ներկայացնում է Արցախահայության շահերը, հայցերի տերը Արցախահայությունն է։ Հիմա ոնց որ փաստաբանը եւ այն անձը, որին ինքը ներկայացնում է, կարող է փաստաբանը առանց այդ անձի համաձայնության հրաժարվել հայցից, չի կարող։ Դա եւ անբարոյական է եւ իրավական առումով անընդունելի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը իրավական եւ բարոյական մակարդակում իրավունք չունի հրաժարվել Արցախահայության շահերը ներկայացնող հայցերից։ Սա մեկ։ Երկրորդ, հայցերը համամարտկային հումանիտար ոլորտին են վերաբերվում, քանի որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հանդիսանում են ժամանակակից 21-րդ դարի հասարակարգի ամենահիմնաքարերից մեկը։ Այսինքն սա ամենամեծ արժեքներից մեկն է, նույնիսկ մարդու անձնական, սեռական անձեռնմխելիությունը ավելի ցածր է գնահատվում, քան մարդկության դեմ ուղղված հանցագործությունը։ Սա կարող ենք նայել մեր քրեական իրավունքում, կարող ենք նայել միջազգային իրավական կարգավորումներով, եթե ինչ-որ մեկին է սպանում, պայմանական ասած, դա մարդասպանություն է, որը բոլոր պետությունների իրավական համակարգերն էլ վատ են վերաբերվում, գնահատակ ունեն, բայց եթե ինչ-որ մեկը անում է ցեղասպանություն, այս երկու երևույթները չես կարող հավասար դնել եւ ցեղասպանությանը անհամեմատ ավելի ծանր են վերաբերվում, հասկանալի է սա։ Հիմա Արցախահայության նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն։ Ցեղասպանությունը միայն այն չէ, որ մարդուն ֆիզիկապես սպանել։ Ցեղասպանությունը ըստ միջազգային փաստաթղթերի իր մեջ ենթադրում է նաեւ հայրենազրկումը, էթնիկ մաքրումը, զտումը, չեմ սիրում այդ բառը, բայց տերմինը այդպես է։ Եվ հիմա Արցախահայության նկատմամբ տեղի է ունենում ցեղասպանություն, շարունակվում է, որովհետև ցեղասպանությունը ոչ միայն հայրենազրկումն է, այլև հետագայում դա արդարացնող եւ դա հիմնավորող եւ այնպիսի գործողությունները, որոնք սպառնալիք են ստեղծում, որ հետագայում եւս կշարունակվի հայրենազրկում եւ այլ բացասական, հիմա Արցախահայությունը 120-150 հազար հոգին դասական այդ հանցագործության զոհեր են։ Այսինքն երկրորդ կետով, եթե նայում ենք, դու հրաժարվում ես համամարտկային արժեք պաշտպանելուց։ Իդեմս երևույթի, որ ցանկացած իրեն հարգող ժողովրդավար պետություն, եթե դու Աֆղանստանի թալիբները չես կամ Եմենի հութիները չես, դու պարտավոր ես համամարտկային արժեքները պաշտպանել։ Մանավանդ եթե դու հավակնում ես դառնալ արևմտյան աշխարհի մի մաս, որտեղ մենք գիտենք, թե ցեղասպանության ինչ վատ են վերաբերում։ Սա երկրորդ առումով, թե դու ինչի չպետք է սա անես։ Հիմա քաղաքական առումով Արցախի Հանրապետության անկումից հետո այս միջազգային հայցերը ցավոք այն վերջին թույլ լծակներից մեկն էր, որը մեզ ինչ որտեղ հույս է տալիս, ես չեմ ասում սա մեզ կբերի Շուշի, բայց ինչ որտեղ հույս է տալիս, որ մենք կունենանք գուցե դրական զարգացում Արցախի հարցում, Ադրբեջանում գուցե ինչ որ բացասական զարգացումների ֆոնին։
Հիմա այս պայմաններում մենք այդ մեր զենքից ինչի ենք հրաժարվում։ Ալեն Սիմոնյանը վերջերս խոսեց, ասեց, իսկ այնպես չի, որ միայն մեր հայցերն են հիմնավոր։ Սա անընդունելի մոտեցում է։ Ինչ ա նշանակում։ Այսինքն, պարոն Սիմոնյան, իրենց հայցերի հիմնավոր են, մենք ենք իրենց հայրենազրկել, մենք ենք իրենց ցեղասպանական գործողություններ արել իրենց նկատմամբ, հիմա մենք այդ երևույթները դնում ենք հավասարության մեջ։ Օրինակ որոշները ասում են Հայաստանն էլ կմեղադրեն Ադրբեջանի տարածքները Կներեք, օկուպացիոնի մեջ եւ ռազմական կպահանջեն։ ոչ, իհարկե ոչ, որովհետեւ ցանկացած Հայաստանի Հանրապետության ղեկավար, եթե ինքը հակված չի ամենից զիջելու գնով այսպես կոչված խաղաղության հասնել, ընդհանուր մի պարզ բան կասի, հարգելիս, իրավաբանական մակարդակում այդ երբ է Հայաստանի Հանրապետությունը իր ներկայությունն ունեցել Արցախի Հանրապետության տարածքում։ Պետք է մատնանշեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը պաշտպանական բանակում Արցախի։ Խնդրեմ, թղթեր են ստորագրում մարդիկ, որ կամավոր հիմունքներով մեկնում են ՊԲ ծառայելու եւ բոլոր ծառայողները, ես տղաներիդ խոսել եմ, ով ընկնում էր Արցախի Հանրապետության ՊԲ, նա թուղթ էր ստորագրում, որ այսինքն իրավաբանորեն մենք այդտեղ խնդիր չունենք։ Այստեղ պետք է մատնանշան ասեն վերջին ողբերգական 44 օրյա պատերազմ ձեր վարչապետը նոյեմբերի 9-10 ստորագրեց, մենք էլ կասենք այո, որովհետև այդ պահին սեպտեմբերի 27 նոյեմբերի 9 միջատարածքում այո, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի որոշ զորամասներ ներկային եղել Արցախի Հանրապետության տարածքում, որովհետև Արցախ հայությունը հայ ժողովրդի մի մասն է, եւ դուք ցեղասպանական վտանգ եք ստեղծում հայերի համար, բայց չպաշտպանեի։ Եվ եթե սեպտեմբերի 27 նոյեմբերի 10 արանք ընդամենը 44 օր է ու 44 օրը պատերազմ է, դու դա համեմատում ես 30 տարվա օկուպացիայի հետ։ Եվ հետո գիտեք ինչ, դու մեկը իրենք ձեզնից պահանջելու են։ Մեկը պահանջելու են։ Այսինքն ցանկացած դեպքում պահանջելու են, գիտեք, պետական ազգային շահերը այս աստիճան զիջելով, գիտեք, ես ուշադիր հետևում եմ Բաքուն բաց թողումներ է անում։ Իրենք լկտիացած իրենց հաջողությունից բաց թողումներ են անում։ Ամենաթարմ օրինակը բերեմ։ 2 օր առաջ Ալիևը Յակը Միսկի խմբի 3 համանախագահ երկրներին կոպտեց։ Ասաց, որ իրենք 30 տարի հայերի օգտին էին։ Բա օգտագործեք էդի։ Մատվիենկոն դրանից մի քանի օր առաջ գնաց Բաքու, ես ադրբեջանական քարոզչամեքենային ուշադիր հետևում էի։ Այդ ընթացքում, որ Մատվիենկոյի գալն էր սպասում, իրենք հակառուսական իրենց խոսույթը շատ զսպել էին, որովհետև ակնհայտորեն հույս ունեին Մատվիենկոն գա Ռուսաստանի հարաբերությունների կարգավորի։ Ենթադրաբար Մատվիենկոն որպես Պուտինի մերձավոր անձ, ինչ որ չէ, ոչ ֆորմալ դեսպանի դեր է կատարել, այսինքն ինչ որ բաներ է ասել Ալիևին, եւ կողմերը համաձայնության չեն եկել, եւ Մատվիենկոից հետո 2 օր հետո Ալիևը կոպիտ նորից Ռուսաստանի նկատմամբ ըստ էության ոտնձգություն է անում։ Յակով որպես Մինսկի խմբի երկիր համարելով ոչ օբյեկտիվ հայամետ։ Ահա բաց թողում։ Ահա Ֆրանսիայի հետ կապված գրեթե բացահայտ թշնամական գործողությունները իրականացնում պաշտոնական Բաքուն Ֆրանսիայի Հանրապետության նկատմամբ։ Տարածքային ամբողջականության գործողություններ անում, որ կարող է բերի Ֆրանսիայի Հանրապետության տարածքային ամբողջականության կորստի։ Ես չեմ խոսում մայրցամաքային Ֆրանսիայի մասին, խոսում եմ Ֆրանսիայի անդերովկանոսյան տարածքների հետ կղզիների եւ այլնի մասին, չէ՞ տեղ բզբզում է, բա դա թշնամական չի։ Եվ մյուս համանախագահ երկիրը Տրամպը Մարկ Ռուբիոն քրիստոնեական խաչը ճակատին 1 օր անցկացրեց եւ ինտերվյու տվեց։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է մենք ունենք մի ադմինիստրացիա, դու պատկերացնեք նախկինների օրոք նման բան կարող էր լինել, ընդգծեր իր կրոնական, դա կասեն հակատոլերանտ է։ Ոչ, հիմա Տրամպեն կասեն, այո, մենք քրիստոնյա պահպանողականներ ենք։ Բայց 301 թվին մարդկության պատմության ընթացքում առաջինը պետական մակարդակով քրիստոնեություն ընդունած ազգին ցեղասպանում են։ Պատկերացնեք սա ինչ հնարավորություններ կար, ես չեմ ասում զուտ sense իդեալիզմով կգան մեզ, բայց աշխատանքի դաշտ է բացվում։ Մոսկվայի հետ խնդիրներ, Փարիզի հետ խնդիրներ, Վաշինգտոնի հետ խնդիրներ, Իրանի հետ խնդիրներ։ Այս պայմաններում մենք կանգնել ենք ամեն ինչից sense հրաժարվելով, ասում ենք ստորագրեք, նրանք էլ ասում են չենք ստորագրի։ Լավ, մյուս կողմից կանք ստորագրեցին, հետո Քանի ժամ է հետո ես ինձ այնքան հետաքրքիր է մեր sense ապոկալիպտիկ բաներ կար, չէ, երեք իրիկուն մեր մոտ վեր ստորագրեցին, չէ, ոչ մի վերջ, ստորագրեցինք, հիմա ենթադրենք, ստորագրեցինք, այդ թուղթը է sense ոնց որ ձեր սև, այդ դրեց հետո հաջորդը Ադրբեջանը պետք է ասի, դե հիմա է սարա, մենք է չանենք կրակոցներ, գիտեք, այդ ես երեք այս թղթի թեման նորից մի բան թարմացնենք, գիտեք, խորհրդանշական ձևով զգացի գործող ուժի այդ քաղաքական գծի այդ այսպես կոչված խաղաղության քաղաքական գծի ավարտը։ Վարչապետի Facebook-յան 2 ստատուսները ավարտն էին։ Որովհետև դու ասեցիր, նրանք ոչ միայն չընդառաջեցին, այլև Ջեյուն Բարամով ասեց ոչ,
Վերջ, սրանից հետո դու այսօր վաղը մյուսօր էլ չես կարող խաղաղությունից խոսել։ Ասացին ոչ, բրծավ, էլ դու չես կարող մարդկանց ասել դա։ Հիմա պետքա նոր բան հորինել։ Միջազգային հայցերից հրաժարումը ես դնում եմ այն բացասական լույսի տակ, ինչ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված հրաժարումը ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունից։ Սա եւս շատ կարևոր հարց է, ժամանակին էլ ես երբ որ վարչապետը գրեց Facebook-յան իր ստատուսը, տեսեք, ցավոք Facebook-յան ստատուսն են քննադատում, սա ես անընդունելի եմ համար։ Հիմա Ցուկերբերգը փագի Facebook-ը, այսինքն մեր ողջ արխիվը կորում է։ Ահա։ Ուրեմն, ստեղ մի երկու բառ էլ Դավիթ ջան, դա ասեմ, վստահ եմ կհետաքրքրի լսողներին։ Նույն այդ լույսի ներքո ենք նայում, ինչ որ նոր ասեցի Արցախահայության, շահերի պաշտպանություն, հումանիտար իրավունքներ եւ այլն։ ԵԱԿ Մինսկի խումբը չի ստեղծվել Հայաստանի Հանրապետության ջանքերով։ Այն ստեղծվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, որը ինքը իր մեջ որոշել է, որ քանի որ մեզ պետք չէ այսքան մանանալ, ահա, մենք լիազորում ենք ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին այս հարցով զբաղվել։ Հիմա նորից նայում ենք Արցախահայության, Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, ասենց մի քիչ անջատ լույսի ներքո։ Հայաստանի Հանրապետությունը ինչ կապ ունի ԵԱԿ Մինսկի խմբի հետ։ Այո, դեպքերի բերումով Արցախի Հանրապետության եւ Արցախահայության շահերի ներկայացուցիչներ, որտեղ Արցախի Հանրապետությունը չուներ միջազգային ճանաչում։ Այո, բայց եթե հիմա Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է, Արցախի Հանրապետությունը Արցախահայությունը կասի հրաժարվում ես, հրաժարվի։ Այնտեղից է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող ասի հրաժարվում ես, հրաժարվի, մենք Արցախահայության շահերի համար ենք ստեղծված։ Դու ես ասել մանդատ չունեմ Ենթադրենք մեկ ուրիշ օրինակ, հիմա Արցախի Հանրապետության տարածքում պատերազմ չի գնում, չէ՞, բայց ենթադրենք մեկ ուրիշ օրինակ, ենթադրենք Արցախահայությունը հիմա կռվում է Արցախի Հանրապետության տարածքում, պարտիզանական է, չգիտեմ ոնց է, Հայաստանի Հանրապետությունը ասում է իմ հետ գործ չունես։ Գործ չունես իմ հետ, գնա Արցախահայության հարցեր լուծի։ Վատ բան է, անբարոյական է եւ այլն, բայց ենթադրենք ԵԱԿ Մինսկի խումբը պետք է լուծարվեր, ոչ չէ, որովհետեւ ինքը ստեղծվել է Արցախահայության շահերի պաշտպան։ Հիմա Արցախահայությունը ֆիզիկապես Արցախի Հանրապետության տարածքում չի, գտնվում է ժամանակավոր Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց իր շահերը դեռևս ենթակայեն պաշտպանության։ Քանի որ Արցախահայությունը ԽՍՀՄ ներքին օրենսդրության եւ իր ժամանակի միջազգային իրավունքի նորմերի տառին ու ոգու խիստ համապատասխան ինքնորոշվել է։ Եվ դա ադրբեջանական ցեղասպանության քաղաքականության արդյունք է, որ ստիպված այդ 120-150 հազար հոգին լքել են իրենց բնորանը ինքնորոշման տարածք եւ ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Հիմա գործող իշխանությունը ասում է պատրաստ ենք ԵԱԿ Մինսկի խմբի, դուք այստեղ որոշող հարց չեք։ Սա մեկ, երկրորդ քաղաքական առումով դուք պատրաստ եք, իսկ Վաշինգտոնը, Փարիզը եւ Մոսկվան պատրաստ են այդ լծակից հրաժարվել Բաքվի նկատմամբ։ Որը հատկապես օրինակ Փարիզը, որի նկատմամբ Ադրբեջանը թշնամական գործողություններ իրականացնում։ Դնում ասում է Անդր Օվկիանոսյան տարածքները սենց ունեց, Փարիզն է կասի հələ սպասի, բայ ԵԱԿ Մինսկի խմբի հələ արի Արցախահայության հարցը քննարկենք։ Եվ նորից մեկ այլ առումով նայենք երևույթը, փոքրիկ են հույսերից մեկն է, որ գուցե դեպքերի որոշակի զարգացման պարագայում հնարավորություն ունենանք ԵԱԿ Մինսկի խումբը վերակենդանացնելով հասնել հաջողության։ Հիմա այս ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին այո արևմուտք Ռուսաստան հարաբերությունները վատացան, կապերը խզվեցին եւ այդ խումբը դադարեց գործել, բայց հիմա նայենք Թրամփը եւ Մոսկվան ինչ ջերմորեն են իրար հետ ձեռք-ձեռքի տա։ Վաղամիսօր ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները գուցե սկսեն գործել։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Ամեն ինչից հրաժարվել Արսեն Թորոսյանը տվեց այդ իր աղմկահարույց ինտերվյուն։ Լավ, հասկանում եմ, դա քաղաքականություն է, ձեր քաղաքականությունն է, դա ձեր եւ ձեր ընտրողների խղճին է, ձեր եւ ձեր ընտրողների։ Ով որ ձեզ ընտրել է, հիմա թող ասի Արսեն Թորոսյան, ես սրա համար չէի ձեզ ձայն տվել, վաղը չեմ տա ձեզ ձայն։ Կամ ասի, այո, հենց սրա համար էի ձայն տվել։ Դա բարոյական մակարդակում է։ Հիմա իրենց ընտրել են, իրենք այդ քաղաքականությունն են վարում։ Եթե հայ ժողովրդի մեծ մասը դրա հետ հավաձայն է, ուրեմն մենք արժանի չենք Արցախ ունենալուն։ Հասկանում եք, մենք ուրեմն արժանի չենք Արցախ ու այո, արժանի չենք եւ մեզ պետք է գան մեր փողոցներում եւ տներում ալավիների պես սպանեն։ Երևանի փողոցներում իրենց ջիպերով պտտվող բանդաները թուրքական, որովհետեւ կպարզվի, որ մենք մեր ազգային հերոսներին հանձնում ենք, ազգային արժեքներից հրաժարվում ենք, գիտեք, հանձնվելը հեշտ է, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար, այս խոսքը կա, ես շատ եմ սիրում, երբ որ դու անապատում գնում ես, ջուրդ վերջացել է, այնքան հեշտ անգնել ու մեռնել։ Ապրելն է դժվար, մեռնելը հեշտ է, բայց ապրել պետք է։ Հիմա մենք պետք է ուժեղ պետություն ունենանք, եւ ես միտքը սենց ավարտեմ, էլի, Ալիևը անում է սխալներ, ակնհայտ է դա, բոլոր մասնագետները, փորձագետները, ինքը հարբած իր հաջողությամբ անում է սխալներ։
Այդ սխալները 1, 2, 3 պետք է բռնել, բարձրաձայնել, աշխատանք տանել աշխարհի մայրաքաղաքների հետ եւ դա կաթիլ որակ կտա Ալիևի մոտ։ որը չեն գանում։ Չենք անում, մենք գիտեք, այնքան մեկ անգամ մենք այդ ամոթի սահմանը անցել ենք, մի կոպիտ օրինակ բերեմ, երբ որ ասենք, բոլորս էլ մեր գյուղերում, քաղաքներում, թաղերում, չէ, տղաներ ենք, որ մի աղջիկ կա, որը այսպես կոչված որոշակի անբարոյական վարքագիծ ունի, չէ։ Բայց հետո այդ աղջիկը, որի ամոթի այդ սահմանը անցնում է, դառնա սովորական իր համար։ Հետո մեկ այլ սահմանային անցնում, հետո մեկ այլ, եւ ինքը դառնա սովորական, արդեն ծամելով ինքը դառնում է փողոցային աղջիկ։ Հիմա մեր իշխանությունները անցել են ամոթի սահմանները, իրենց համար արդեն ամոթ չէ ասել, որ Արցախը իմ հայրենիքը չէ, Արցախի համար մենք պատասխանատու չենք։ Հիշում եմ այս ասողներին Արսեն Թորոսյան, Ալեն Սիմոնյան, որն ասեց այդ նռերով հայտնի էպիզոդի վրա ասեց ես սխալվել էի։ Այսինքն ինչ է նշանակում հայրենիքի հարցով սխալվում ես։ Հիմա հայրենիքը դա մարդու ուղն ու ծուծն է։ Մարդը գիտակցական մարդու մոտ դա հայրենիքը իր ուղն ու ծուծն է։ Այսինքն մեկ մարդ իր գիտակցական կյանքի ընթացքում որպես կանոն ունի մեկ հայրենիք։ Այսինքն դու մեծացել ես, կայացել ես, գիտես որ դա Հայաստանն է։ Ինչպես նորմալ մարդուն ունի մեկ մայր։ Հիմա կարող է քո հայրը երկրորդ, երրորդ, չորրորդ կին բերի, բայց քո կյանքում մեկ մայր կա, որի հետ դու էմոցիոնալ կապված ես, բարոյական պարտավորություններով եւ այլն։ Հիմա Հայաստանի Հանրապետության երկրորդ մարդը կանգնում ասում է ես սխալվեցի հայրենիքիս հարցով։ Բաղնել Հայաստանի հարցով։ Այսինքն դա նշանակում է որ ասես ես սխալվեցի մորս հարցով։ Ես գիտեի թե եւ իմ մայրը ինքն է, բայց բարձրաց իմ մայրը մեկ ուրիշն է։ Նայեք, այստեղ խնդիրը հետեւյալն է։ Մարդիկ անձիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պետք է սրան գնահատական տան։ Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն կարևորագույն հիմք ունի իր մեջ լեգիտիմությունը։ Այո, պետք է ժողովրդավարություն լինի, ընտրեն եւ այլ, բայց եւ իշխանական, եւ ընդհանրապես հասարակության ցանկացած ոլորտում գործունեության կարևորագույն հիմքերից մեկը բարոյականությունն է։ Հիմա մեր աշխարհում դա ասում են բարոյական արժեքները ոչ միանշանակ են, դու էսա ես ճիշտ համարում, դա համաձայն եմ։ Հիմա մեկը կին է սիրում, կոպիտ ասած, մեկն է տղամարդ է սիրում, լինելով տղամարդ։ Դա իր խնդիրն է, ես դրա հետ գործ չունեմ։ Ես դա նկատի չունեմ, որ ասեմ բարոյական կամ անբարոյական։ Բայց կան համամարտկային կամ գոնե համապետական կամ համահասարակական բարոյական արժեքներ, որոնք այո, ոնց ասում են, իրավական պատասխանատվության չեն բերի, եթե խախտեցիր, բայց բարոյական կոպիտ օրինակ բերեմ իրավաբանների մեջ։ Հիմա իրավաբանը կարող է իրան ում որ ներկայացում է խափի, իրավաբանորեն ինքը լինի ամեն ինչ նորմալ, բայց բարոյապես ինքը պարսավելի արարք կատարի։ Հա, իրավաբանորեն պատասխանատվություն չկա, բայց բարոյապես կա, չէ՞ պատասխանատվություն։ Հիմա իշխանության մեջ կա բարոյական պատասխանատվության խնդիր։ Եթե դուք 18 թվականին եկաք, Արցախը Հայաստան է եւ վերջ, Ստոսևրի պայմանագիր, այն որ լսում էի վարչապետի, Հայաստանը դա Վանն է, Հայաստանը դա Դվինն է, Հայաստանը դուք ինպես մարդուն տենց բան ասեցիք եւ ես ձեզ աջակցեցի, չէ՞։ Բայց դրանք էլ ասում են դե մենք փոխվեցինք 21 թվին սխալվեցինք, պարզվեց մեր ժողովուրդը սա է ուզում։ Նորմալ է, արդար է։ Սա է ուզում մեր ժողովուրդը, ուրեմն արժանի Արցախ չունենալու։ Հիմա 26 թվականին, եթե հասնենք արտահերճելի 25-ի վերջ, հուսանք մեր ժողովուրդը կտա այդ գնահատականը։ Ժողովուրդը պետք է ինքը ընտրի։ Հիմա դա եք ուզում, ուրեմն դուք արժանի չեք Գանձավան, Գանձասար, Դադիվանք, Ամարաս, ուրեմն պետք է Ամարասում, որ մեծ Սրբ Մաշտոցը 405-6 թվականներին հայ մանուկների էր կրթում, դա պետք է համարենք թուրքական, դուք արժանի չեք, դուք պետք է գնաք Ստամբուլի շուկայում, դառնաք մի հատ մանրավաճառ, որ Էրդողանն է գասա Էրմենի, հələ մի հատ ստեղից հավաքվի գնա խելոք չպահեցիր քեզ, կամ էլ գնաս դառնաս ինչ որ արևմտյան հասարակությունում անազգանդեմ մարդ։ Ժողովուրդը պետք է ընտրի, ուղղակի մեր ժողովուրդը հոգեբանական շատ մեծ ցնցումների մեջ ապրեց։ 18 թվականի էյֆորիան փոխվեց 20 թվականի հիասթափությամբ, 21 թվականի ահաբեկությամբ, հետո 21 թվականի ընտրությունների մանիպուլյացիոն տարեկար է, իշխանությունները սա չէին ասում, երբ որ իրանք ձայներ էին ստանում։ Ասում էին Շուշիով հադրուտ, դեօկուպացիա, Անջատում հանում Արսեն Թորոսյանը այնպեսի մի բան կարող էր ասել, ոնց որ մի քանի օր առաջ ասեց Պետրոսի մոտ։ Շատ մարդիկ, որոնք չսիրելով նախկին իշխանություններին, ասում են մի հատ է շանս տանք, ոչինչ։ Մի անգամ նույնիսկ իշխանական, մի քիչ մերձ իշխանական շրջանքներից մեկը մոտավորապես 21 թվականի վերջերին էր արդեն 3 տարի, գիտեք Նիկոլ Փաշինյանը կառավարել է սովորել։ Դե ասենք շնորհակալություն, Արցախը, չէ, ասում եմ հիմա սովորել է, հա հետո չգիտեմ, ժողովուրդը պետք է ժողովուրդը որոշի։
Լինենք լավատես Դավիթ ջան, երևս թեման սենց փակենք։ Դուք նաև համոզմունք հայտնեցիք, որ խաղաղության պայմանագիր կոչվածը մեզ տանելու է դեպի պատերազմ, սակայն իշխանական եւ իշխանամերձ որոշ շրջանակներ շատ լավատես են եւ բոլորից փորձում են վստահեցնել, որ Թուրքիան է Ադրբեջանին պարտադրելու, որ խաղաղության պայմանագիր ստորագրի, ավելին հենց Թուրքիան է զսպում, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում չգործի։ Որքանով եք կիսում այս լավատեսությունը, կարող է առհասարակ նման բան տեղի ունենալ, թե նրանք հերթական անգամ ցանկալին ներկայացնում են որպես իրականություն, ինչպես օրինակ ժամանակին մեզ վստահեցնում էին, որ Թրամփը հաղթելու ոչ մի շանս չունի։ Նախ սկսենք նրանից, որ իշխանական շրջանակները լավատես չեն, իրենք ձևացնում են, թե լավատես են, եւ որոշակի անձնական շփումները իշխանական կամ մերձիշխանական շրջանակների հետ եւ որոշակի ոչ ուղակի միտումները որ կան, սիգնալները որ կան, ես ցույցադրում եմ, որ իրանք ամենևին լավատես չեն, ուղղակի այդ պետական գիծը, որը բուրգի գլխին կանգնած է առաջ է տանում, իրենք կրկնում են։ Գիտեք, մեր իշխող ուժում այս պահին չկա կարծիքների բազմակարծություն։ Գիտեք, Չի եղել։ Չէ, գիտեք 2018 թվականի ամռանը օրինակ շատերի համար Նիկոլ, դու իմ մարդ-ընկերն ես, մենք փոստներ ենք փակում իրար հետ, խորոված էինք անում իրար հետ, հասկանում եք, կար ժամանակին այդ ընկերավարությունը կար, բազմակարծությունը կար, հետո ժամանակին, երբ որ այդ մարտահրավերներ իշխանության առաջ այդքան սուր չէին, եւ երբ որ ժամանակին իշխանությունը պոպուլյար էր, շատերի համար Նիկոլ վիճակն էր, Նիկոլ։ Հիմա տարիներ անց պարոն Փաշինյանն է ընդգծված, մեծարգո վարչապետ է։ Հասկանում եք, սա նրբություն է, բառերի մեջ մոտեցում է փոխվում, եւ եթե առաջ պարոն Փաշինյանի մոտ կային մարդիկ, որոնք կարող են անկախ կարծիք հայտնել, ապա տարիների ընթացքում այդ մարդիկ կամ դուրս մղվեցին, կամ իրենք հեռացան։ Եվ անձը սկսեց շրջապատվել մարդկանցով, որոնք ինչ ասես ասել են, հա, դա շատ վտանգավոր բան է, դա այն փուչիկն է ստեղծում, որը շատ վտանգավոր է անձին, կենցաղային մակարդակում է վտանգավոր, բայց հատկապես պետական պաշտոնյա կտրվում է իրականությունից։ Հարահետ Սերժ Սարգսյանին չէ ասվեց այդ խոսքերը, որ դուք չեք պատկերացնում իրականությունը ինչ է կատարվում։ Շատ վտանգավոր է, դա շատ վտանգավոր է, եւ գիտեք, բացասական ընտրություն է, Դարվինի սկզբունքով նա դրա ուժեղ առաջ գնաց, չէ՞, բացասական ընտրություն է գնում, այսինքն ազնիվը, պրոֆեսիոնալը, ինքը դուրս է մղվում, որովհետեւ ինքը սկզբունքներ ունի, ինքը չի կարող։ Տեսեք, Երեշեք Կիրակոսյանը հեռացավ։ Հիմա ես չգիտեմ իրեն ով է փոխարինելու թե չէ, բայց վստահ եմ որակներով կամ գոնե սկզբունքայնությամբ ավելի պակաս անձ։ Բոլոր ոլորտներում է այդպես։ Հիմա ցանկացած պաշտոնյաներին մենք որ նայենք 18 թվականից մինչև հիմա 25 թվական բացասական ընտրություն է գնացել, որովհետև սկզբունքայինը եւ պրոֆեսիոնալը, տեսեք օրինակ, այս իշխանության առաջի պաշտպանության նախարարներից մեկը Տոնոյանը, հետո գնալով անկում ապրում, հիմա ես չեմ ասեմ, բայց ակնհայտ է դա։ Մեկ այլ պահ է կա, պրոֆեսիոնալը ինքը հեռանում է կամ հեռացնում են իրեն, իսկ ոչ պրոֆեսիոնալը, որը գիտի, որ այլ ոլորտներում ինքը հաջողության չի հասնելու, իրենը միայն պետականն է, ինքը պատրաստ է իշխանության ամեն մի խոսքը կատարել։ Եվ ինքը այդ պահին իրենից առաջ գտնող պրոֆեսիոնալն սկսում է վատաբանել։ Կոպիտ ասած, էլի, այ շեֆ ջան, ինքը չի հավատում, ինքը չի կարող անել, թող ինքը գնա, ես կգամ կանեմ։ Դա շատ վտանգավոր բան է։ Հիմա նայենք, թե մեր ազգային ժողովի իշխող խմբակցությունում ինչ է կատարվում։ Հովիկ Աղազարյանի խնդիրը 18 թվականին գաղափարական են ամենանեղ շրջապատի մեջ մտնող անձներ, որը Գյումրիից քայլելով եկավ եւ այլ։ Հիմա Հովիկ Աղազարյանին հանեցին անբարոյական։ Գիտեք, ոնց ուզում ենք այդ մարդու վերաբերել ենք, ես ձեր կյանքում քինական կյանքում չեմ հանդիպում, բայց ես չեմ հավատում, որ այդ մարդը կոպիտ ասած տղամարդկանց է սիրում։ Ես չեմ հավատում, այդ մարդու տեսքից ակնհայտ է, որ նորմալ տղամարդ է հիմա։ Անեցին անբարոյական, անձնական ինտիմ ոլորտում, դա արեցին անընդունելի ձևով, այսինքն մտնելով մարդու կեղտոտ սպիտակեղենի մեջ։ Հասկանում եք, դա շատ ընդ որում այն ուժը արեց, որը եվրոպական արժեքներից էր խոսում եւ այլ եւ այլ եւ այլ։ Դրանից հետո հանեցին մի հատ անբարոյական է հասարակական իմաստով, թե գա գաղտնիքներս դուրս մղել։ Մի հատ էլ հիմա իրավական իմաստով են հանում, թե հեսա մի շաբաթ կգան ազգային ժողով, նայենք ինչ են ասելու, կոռուպցիան եւ այլ եւ այլ եւ այլ։ Խոստացել է բացահայտումներ անել։ Հիմա մյուսները, որ սա տեսնում են, պատկերացնում եք մյուսների հետ ինչա, այսինքն արդյունքում մեր իշխող ուժը ինքը իր նկատմամբ, վարչապետը ինքը իր նկատմամբ ստեղծել է շատ վտանգավոր դրություն, երբ որ մարդիկ վախենում են իրեն ճիշտը ասել եւ գլուխները կախ ուղղակիորեն անցկացնում, դա շատ վտանգավոր է։ Դա ցանկացած իշխանության համար անչափ վտանգավոր է, որովհետեւ կորցնում ես կապ իրականության հետ։ Եվ արդյունքում, որ ասում եք լավատես են տրամադրված, լավատես չեն տրամադրված, սիգնալն է եկել, բոլորը ձևացնում են, թե լավատես ենք։
Այսինքն սին հույսերով են կերակրում նույն Թուրքիայի Օրեն մասով, որ ճնշելու անցկացնում, են ոնց որ լավ են ասում, հեգնանքով հիպոթեք են փակում մարդիկ, թող էս ամիսը լինենք իշխանության, այս հիպոթեքն է փակենք, հա, բայց տենց չի, այդ թելը կտրվելու է մի օր, տենց չի, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունները տենց չէին, կտրվում է այդ թելը, հոգնում է հասարակությունը։ Հիմա դրած հասարակության առանձին խավերին խփում են, իրավաբաններին խփում են, բողոքարկման համակարգին խփում են, շրջարկը հարկային ոլորտին խփում են, հա հետո ինչ չի կարելի, էլ չասած էս համազգային այս շահերը։ Գիտեք, երբեմն իշխանական բուրգի, բայց ոչ ԿՊԱ-ական, էլ ասենք բարձր պաշտոնյա, միջին օղակի լավ զինվորականի հետ ես խոսում, ասենք գնդապետ ինչ որ կամ փող գնդապետ, որ հաստատ իշխանական չի էլի, մարդը դժգոհ է։ Եվ այդ դժգոհությունը վերև է բարձանում կամաց։ Մարդը իր անձնական շփման մեջ, անկեղծ շփման մեջ իր դժգոհությունն է հայտնում զինվորական այս ամեն ինչից։ Իրապա համակարգի աշխատողը դժգոհություն է հայտնում։ Առևտրականը դժգոհություն է հայտնում։ Եվ գիտեք, մի բան էլ ասեմ, այս թեման փակենք, ուղղակի հետաքրքիր թեմա է։ Ես իշխանության մեջ հետաքրքիր տենդենց եմ տեսնում այդ ես դա շոու եմ կոչում, այդ շոուները կրթվել է նորաձև է, վարչապետ այսօր նայեցի Facebook-ում նորից մարդկանց է հավաքում։ Դա ինքնախապեյություն է, հարգելի պարոն Փաշինյան, եթե դուք ինձ կլսեք, դա ինքնախապեյություն է, այդ մարդիկ, որ հավաքում են տեղ, ինչ շահերից ելնելով գալի այդ մի ժամը նստում, գուցե ոմանք էլ գրում են այն Թուրքմենբաշի պես, էլի, հասկանում եք, դա դուք ես խափում ես, այդ մարդիկ վաղը միսօր, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանությունը թողեցին եւ կոլեկտիվ անցան քո իշխանության տակ, տենց էլ քեզ կթողնեն եւ որտեվ դա սպասարկող անձնակազմն է, պաշտոնյաներ են պետական, որոնք ինչ խնդիրներ են լուծում, գուցե իշխանությունը իր վախերն է դրանով սպասարկում, գիտեք, ես դες տպավորություն եմ ստանում, այսինքն զգալով, որ աջակցությունը խմբերի մոտ կորցնում են, հավաքում են այդ մարդկանց, այդ դալիճում բան, օրինակ վարչապետի վերջին ելույթը, չէ, ինքը դալիճում կանգնած հետևում լուսավոր ինչ որ բաներ, sense պուլտով փոխում էր ISS, դիմացը լսում են ինչ որ ծապեն, հա, չէ, ինքը հոգեբանորեն իր համար հոգեբանորեն ենթագիտակցությունն ունի, դա գուցե իր համար հանգստացուցիչ դեր ունի, էլի, որ ահա ես ունեմ աջակցություն։ Բայց դա այն աջակցությունը չի, ես վստահեցնում եմ, եթե ինձ կլսեն իշխանական ուժերը, դա այն աջակցությունը չի, դա սպասարկող անձնակազմն է, որ եթե դու ընկար, այնքան արագ կփոշիանան, իրական աջակիցները դրանք գաղափարական զինակիցներն են, իսկ գաղափարական զինակիցներ կան, Հովիկ Աղազարյանի օրինակը վերցնենք, իր բոլոր թերություններով, իր էպոտաժային պահվածքով, չէ, իր անհասկանալի վարքագծով հանդերձ գաղափարական զինակից էր։ 2 ամիս առաջ ընդամենը ասում եք Փաշինյանին տեսնելուց հետո է համոզվել։ Որը կանգնեց ասաց, որ Քելբաջարը հայկական չէր, այն մարդեր, որը հետո հարցրեցին են չէր, դե ասում է ես ին վրա վերցրեցի այդ բացասական, ասկան հանուն իշխանության մարդը չմտածելով այդպես, ելավ եւ հայ տեսանկյունից անբարոյական արարք կատարեց հանուն իշխանության։ Աստծոն էր ճանաչել Փաշինյանի շնորհիվ։ Դե գիտեք, այս ամեն ինչը ծիծաղելի կլիներ, եթե այս կամ ողբերգական չէ։ Ասենք, եթե սա լիներ ինչ-որտեղ Կոնգոյում, Զիմբաբվեում, մենք էլ ապրեինք Իսլանդիայում, ասես կարելի պոպկորնը վերցնել, հետո YouTube-ը միացնել, ասել, «Մենք Հայաստանում ինչ եղավ։ Ուր հասավ այս սերիալը»։ Հա, բայց մեր գլխին կախված Թուրքի յաթաղանը։ Մարդ չգիտի ծիծաղա թե լաց լինի այս ամեն ինչի ֆոնին, Դավիթ ջան, սա է ողբեր։ Հիմա ծիծաղում ենք, բայց լացել բան է իրականում։ Պարոն Հակոբյան, ուզում եմ անդրադառնանք նաև ռուս-ուկրաինական պատերազմին։ Դուք այն փորձագետներից եք, ում գնահատականները այս պատերազմի վերաբերյալ նախորդ տարիներին հիմնականում իրականություն դարձան, հաշվի առնելով Մոսկվայից եւ Վաշինգտոնից հնչող դրական հայտարարությունները այս օրերին, ինչ եք կարծում, պատերազմի դադարեցումը մոտ է, թե դեռևս վաղ է այս մասին խոսելը։ Շնորհակալ եմ լավ կարծիքի համար, հարգելի Դավիթ։ Ես գիտեք, մի քիչ հեռվից սկսեմ, էլի։ Գտնում եմ, որ երբ եւ ավելորդ համեստությունը եւ ավելորդ անհամեստությունը դա իրականությունը խեղում են։ Այսինքն, երբ որ դու ավելորդ անհամեստ ես, իրականությունում դու ավելի քիչ ես։ Բայց երբ որ դու ավելի համեստ ես, քան իրականությունը, դա էլ է խեղում, ուղղակի մեկը բացասական, մեկը դրական։ Հիմա հələ մտովի հետ գնանք 2022 թվականի գարնան վերջ, ամառ, աշուն, հետո 23 թվականի այդ ուկրաինական հակահարձակման այդ պերիոդները։ Հիշում եք ինչ էին ասում մեր այսպես կոչված փորձագետները։ Իդեպ ես զգուշանում եմ, ես փորձագետ չեմ կոչի, ինձ ռազմաքաղաքական վերլուծաբան եմ առավելավինը, մարդ, որը մտածում է այլ պրոֆեսիա ունի եւ պարապ ժամանակ էլ մտածում է ազգային եւ պետական խնդիրներից։ Ինչ էին ասում։ Ռուսաստանը վերջացավ Պրիգոժինի ապստամբության ժամանակ ուր են հիմա, երբ որ ջնջում են Facebook-ները, մոռացվում է, չէ, պոստեր են հեռացնում։ Իմ էջից ինչ որ մի բան ջնջվել է, ոչ։ Ես վերջերս
պատերազմի երամյակի կապակցությամբ իմ այդ վիդեոներից հանեցի, մոտ 1 ժամանոց հավաքածու հավաքեցի եւ վստահեցնում ոչ մի բան բաց չեմ թողել այդտեղ։ Եթե ինչ որ մեկը իմ ինտերվյուների կամ խոսքի մեջ ինչ որ տեղ կգտնի, որ այս ասածը չեղավ, այնտեղ մի խոսք մենակ կա, որ ինչ որ մի էպիզոդում ասում Խարկովը կգրավեն այն 22 թվականի գարնան վերջ, կներեք էլի, համարյա մտել են Խարկով մի պահ, բայց դե հիմա կներեք, դա գլոբալ առումով առանց ավելորդ համեստության ասելու, այո, ես ճիշտ դուրս եկա եւ շատ մարդիկ սխալ դուրս եկան եւ հիմա գերադասում են բսկտված, ծեծված արյունաքամ եղող Ուկրաինայի մասին չխոսել։ Չեն խոսում, լսում ենք այդտին մարդկանց, չեն խոսում Ուկրաինայի մասին։ Մայրերի արցունքները մնաց, ավերված երկիրը մնաց, երիտասարդ կործանված ճակատագրերը մնաց։ Երբ որ ես ասում եի սա ողբերգություն է, երկու կողմերի երիտասարդ իմ ձեր տարիքի մարդկանց կորուստը 1 միլիոն հոգի է հասնում։ Սպանվածները, ծանր վիրավորներ, հաշմանդամները, որ հաշվես 2 միլիոնը կանցնի, հսկայական նյութական կորուստներ եղավ։ Ինչի համար։ Նրա համար, որպեսզի Ուկրաինայով հարվածեն Ռուսաստանին։ Հարվածեցին Ռուսաստանին։ Արևմուտքը իր խնդիրը լուծեց։ Հիմա ասենց էմոցիան մի բան մի կողմ թողնենք, ավելի հենց էլի ռացիոնալ դաշտում, ունենք հետևյալը։ Ինչպես եւ ես էի ասում, հիմա թողներեն ինձ սահմանեն անհամեստություն, ոչինչ, ինչպես եւ ես էի ասում, արևմուտքը իր խնդիրը լուծեց, բոլորին թվում էր թե այդ խնդրի մաքսիմումը Ռուսաստանը կործանելն էր, բայց ես ասում եմ ոչ, արևմուտքին պետք չէ Ռուսաստանը կործանել, որովհետեւ այդ երկիրը ունի մոտ 6000 ատոմային մարտագլխիկ, որ այս պահին Պուտինի ձեռամբ կենտրոնացված կառավարման տակ է, այսինքն հսկողության տակ է։ Եթե դու Ռուսաստանը քայքայում ես, այդ մարտագլխիկների զգալի մասը մեծ հավանականությամբ կհայտնվի Պրիգոժինի, Կադիրովի կամ ինչ-որ մի գեներալի ձեռքում, որը գուցե ինչ-որ խնդիրներ ունի։ Հասկանում եք դա ինչա 1000 մարտագլխիկ նկատմամբ է որ դու հսկողությունը կորցրեցիր, կարող է մեր այդ մարտագլխիկը Ավստրալիայում պայթի, կամ ասենք Գվատեմալայում, կամ ասենք Ֆլորիդայում։ Հասկանում եք, դա խնդրահարույց է։ Երկրորդ, Ռուսաստանի պես գերհսկայի քայքայումը կբերեր սև խորոչի էֆեկտին Եվրասիայում, այսինքն դու անկանխատեսելի հետևանքներ։ Օրինակ, կարող է դու իրան քայքայես, Չինաստանը մտներ եւ դուրս գար հյուսիսային Սառցյալ օվկիանոս, sense Ուրալյան լեռներից արևելք ընկած տարածքները Սիբիրը լրիվ վերցներ, դուք ունենայի մի հատ գերհսկա Չինաստան, սիբիրյան ռեսուրսներով։ Հիմա տեսեք, Թուրքիան, նույն օրինակը վերցնենք, ավելի փոքր մակարդակում Սիրիան գրավեց, աշխարհաքաղաքական դերը Թուրքիայի փոխվեց, թեև բացասական բաներ ունի, հուսով եմ կխոսանք այդ մասին։ Այսինքն իրենց պետք չէր, իրենց պետք էր ուղիղ սա։ Եվ այսօր հիշում եք, մենք մեր հանդիպման, ինչքան գիտեմ, դեկտեմբերին էր։ Եվ ես ասացի, որ Տրամպի այդ 4-ամյա շրջանը, հենց այն ժամանակն է, որ արևմուտքը դեմքը փրկելով կասի դե Տրամպը կոպիտ ասած դավաճան էր, այ վաղը մյուս օր որ 2000 խոսքի 37, 40 թվին հերթական անգամ Ուկրաինային կհանեն Ռուսաստանի դեմ, կասեն մենք քեզ օգնելու ենք դու Ռուսաստան, բայց այն Տրամպը եկա, այ հիմա Տրամպը չկա եւ նորից մենք ենք, նորից քեզ տեր կկանգնեն, այսինքն դա ալիբի է, դա բացատրություն է, բայց միաժամանակ ես կարծում եմ համաշխարհային ֆինանսական կապիտալի համար սա անհրաժեշտ պաուզա էր, որ եւ արևմուտքի համար էր պաուզա եւ Ռուսաստանը դե շունչ քաշելու հնարավորություն ստանում լայն իմաստով, արևմուտքն էլ չի կործանում Ռուսաստանը, մեկ իր բացասական հետևանքներն է ամոքում, այսինքն Եվրոպան օրինակ տնտեսական խնդիրներ ուներ։ Երեք նայում էի BMW այդ գերհսկայի առևտուրը անկում ապրել մի քանի տասնյակ տոկոսով։ Asian գազը, որ մտնում էր Գերմանիայի պես հսկայի տնտեսություն եւ արդյունքում դրական արդյունք է եւ դրա արդյունքում չէ, ասենք ես վերջի 20 տարում Եվրոպայի կենսամակարդակը բարձր։ Դա խնդրահարույց է դառնում։ Հետո այդ մեծ ծախսերը, հիմա ասում են 800 միլիարդ մեր եվրոպամետները ողջևորվել են 800 միլիարդ դոլար, այդ 800 միլիարդ դոլարը Եվրոպան ոնց է ներդնելու մեկը, որտեղից երկուս, եւ եթե ներդնի դրա ներքաղաքական ու ներտնտեսական հետևանքները պատկերացնում եք ինչա։ Խոսում են նաեւ Ռուսաստանի ակտիվները տալու մասին։ Այս պահին երբ որ Ռուսաստանի ակտիվները տալու մասին հələ հարցակը տանեն թե չէ։ Եվ երբ որ դու պատրաստում ես մեկ ասին 100,000, մեկ 30,000-ից բանակ, դու կկարողանաս այդ 50,000-ից բանակ Ուկրաինայի տարածքում սպասարկել եւ դու պատրաստ ես այն բացական հետևանքին, որ Իսկանդերը կընկանի այդ բանակի զորամասը 50 հատ դագաղ հետ կգնա Բելգիա, Հոլանդիա, Ֆրանսիա եւ այդ մարդիկ կհելեն կասեն հարգելի Մակրոն, մեզս պատերազմ ինչ պետք է որ գնացի Ուկրաինայում զորքեստերը, Ռուսաստանը կատաղած խփում է։ Այսինքն Ագի գիտեք ստեղ խնդիրն ինչումն է։ Նորից քաղաքական ժողովրդավարություն Ուկրաինայի եւ Եվրոպայի դեմ է խաղում, սա տարօրինակ բան եմ ասում։ Նայեք, Ամերիկայում եղավ իշխանափոխություն, Տրամպը չի ընդունում Բայդենին։ Կտրուկ չի ընդունում, բայց ժողովրդավարական խնդիր չկա, որովհետեւ Բայդենը ինչպես պատերազմի բազե լինելով գնաց,
Տրամպը ինչպես դա չէր ընդունում, այնպես էլ չի ընդունում։ Հիմա Մակրոնը, որ Տրամպի, Բայդենի եւ Ամերիկայի ջրերն ընկած կոպիտ ասած Եվրոպան Ռուսաստանի դեմ բազե էին, հիմա իրանք չեն կարող դեմքը փոխել, որտեվ ժողովրդավարական երկրներ են, իրանք չեն կարող, ինչպես ոմանք ասել, աղդամը մեր հայրենիքն էր, սխալվեցի։ Հիմա եթե Մակրոնը կանգնի ասի խաղաղության կողմնակից եմ, բա կասեն, բայց 4 տարի ուրեմն սխալվեցիր, դե պաշտոնդ լքի, կամ մյուս ընտրությունները կտրուկ բացասական հետևանք կունենաս։ Մեր պես չի, որ էմոցիոնալ, միայն թե նախկինները չգան, հայրենիքի հարցով սխալվող մարդուն ամեն դեպքում ձեն կտանք, էլի։ Հիմա կլինի սերնդափոխություն, տեսեք, լինում է հիմա Եվրոպայում սերնդափոխություն է տեղի ունենում քաղաքական։ Տեսեք, Բրիտանիայի վարչապետները ինչքան արագ փոխվեցին։ Ջոնսոնը պատերազմի բազեր հեռացավ, Սունակը մի քիչ պակաս բազեր, բայց էլի հեռացավ, այս նորի անունը չեմ հիշում, բայց արդեն ավելի մեղմ է։ Ճիշտ է, էլի բազե, բայց մեղմ։ Մակրոնին մնացել է ինչքան գիտեմ, մյուս տարի Մակրոնը 27 թվականին։ 27 թվական։ Շոլցը փոխվեց։ Նորը ավելի մեղմ է, այսինքն ժողովրդավարությունն է իրանց դեմ խաղում։ Դրա արդյունքում չեն կարողանում արագ արձագանքեն ԱՄՆ փոփոխության, բայց դա էլ կլինի։ Մարդիկ հոգնած ցայն կտան այն ուժերին, որոնք կգնան ներքին տնտեսական զարգացումների եւ Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիայի դեմ։ Այսինքն Եվրոպայի այս պահն էլ վաղ թե ուշ կուղղվի։ Հակված է կարծել, որ հրադադարը կհաստատվի ամեն դեպքում։ Վերջին լուրերը ասեմ մարդկանց, Պուտինը եւ Տրամպը 2 օր առաջ շատ դրական խոսեցին, երկու կողմերից էլ այնքան դրական ասվեց, ինչքան հնարավոր է ասել այս պայմաններում, երբ որ կողմերը ամեն դեպքում զգուշանում են, չէ, դեռ վերջնական հաշտություն չկա, դեմք չկորցնեն եւ այլ, բայց ես նայեցի հայտարարությունները մաքսիմալ դրական այս պայմաններում։ Դրանից հետո պայմանավորվեց Զելենսկիի հետ խոսեց Տրամպը, նա էլ ասաց, որ ես համաձայն եմ եւ այլ։ Գերիների փոխանակեցին։ Այդ իր հերթին դա մանրուք է 175 հոգին, դա մանրուք է, հավատացեք, դա մանրուք է, շախմատ այդ մեծ տախտակի վրա դա մանրուք է, ցավոք, մարդկային կյանքը մանրուք է։ Եվ Կիրակի օրը հանդիպելու են ԱՄՆ եւ Ռուսաստանի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայում տեխնիկական դետալների։ Այսինքն կոպիտ ասած, Տրամպը եւ Պուտինը ասեցին, այս ուղղությամբ հաշտություն է, մի աստիճան ներքև մարդիկ գնացեք պայմանավորվեք, որը ոնց ինչ իմ համեստ կարծիքով Ուկրաինայի պատերազմը այս պահին հանգում է հնարավորինս արագ, ինչքան այդ մասշտաբի պատերազմը կարող է հանգել, եթե կողմերից ոչ մեկը վերջնական չի հաղթել։ Հիմա մայիսի 9-ին հայրենական պատերազմ, չէ, մեկ օրում հանգեց, որովհետև հաղթեցին, գրավեցին, կապիտուլյացիա ոչ մեկ չկրակեց, բայց այդտեղ քանի որ հաղթող չկա եւ երկու կողմից մոտավորապես 2 միլիոն մարդ է կռվում, այդ իներցիայով գնացող այդ գնացքի շարժակազմը, որը արգելակը քաշում ես, ինքը չի կարող մի անգամից կանգնել։ Հետո կողմերը իրար այնուհանդերձ չեն վստահում։ Դուք հələ նայեք Վաշինգտոնի հայտարարությունները։ Մի ձեռքով Պուտինի հետ սիրալիրություններ են փոխանցում ու ժպտում են, մյուս ձեռքով ասում են սանկցիաները կուժեղացնեմ, հակոթային պաշտպանությունը Ուկրաինայի կուժեղացնեմ, սանկցիաների ինչ որ սանկցիաների նոր բան դրեց, հետո թույլ է տալի, որ Եվրոպան ասի այդ ձեր ասածը, որ ակտիվները կվերցնեն, այս ամեն ինչը սիգնալներ է։ Հետո խոսքի մեջ Տրամպը ասած լավ խոսք ասում Պուտինին, խոսքի մեջ էլ ասում է, բայց եթե ես ջղայնացա, քո համար вообще վատ կլինի։ Դասական բանակցություններ է։ Գիտեք, մարդիկ, որոնք կարդացել են մարդկության պատմության գոնե այս վերջին շրջանի, երբ որ այս բանակցությունները այս տեստ ունեն, էլի ինչ որ հիմա ասենք են հին ժամանակների, չէ՞։ Երբ որ նայում ես Նապոլեոնյան օրինակ էպոխայի բանակցությունները, երբ որ նայում ես 19-րդ դարի Բիսմարկ բան, այս ձևը, այսինքն կողմերը նստելով իրար դեմ եւ դնելով իրար դեմ իրենց հաղթաթղթերը եւ մինուսները, փորձում են առավելագույն հիմա ուկրաինական պատերազմը ամենայն հավանականությամբ երևի ապրիլի վերջ մայիս վերջացած կլինի։ Կարծում եմ Պուտինը կփորձի մայիսի 9-ը այդ սիմվոլիկ ավարտ տալ, բայց գիտեք, ես ավելի եմ համոզվում, որ սա պարտություն է Ռուսաստանի։ Այս հարցն էլ անդրադառնանք, երևի ուկրաինական թեմային սրանով պետք է եզրափակել, սա պարտություն էր։ Շատերին ինձ ասում են տարածք գրավեց, այո, դա շղթելի է ըստ էության, տարածքը գրավեց, բայց նախ մարդկային հսկայական կորուստներ, տեխնիկական հսկայական կորուստներ, ֆինանսական հսկայական կորուստներ, ռեպուտացիոն հսկայական կորուստներ, հետո աշխարհաքաղաքական կորուստներ, Ուկրաինան չոչնչացավ իր այն տեսքով, որով կար, եւ անկասկած է, որ իրեն նորից կուժեղացնեն եւ կնետեն Ռուսաստանի վրա։ Տարիներ հետո մենք դա նորից կտեսնենք, Ուկրաինան նորից լինելու է Ռուսաստանի արնածոր վերքը։ Հետո ստեղ մի ուրիշ խնդիր է կա, որը կարծում եմ այս բան Տրամփ-Պուտին բանակցությունների գլխավոր խոչընդոտներից մեկն է, նայեք, Ռուսաստանն ասում է, ես իմ սահմանադրական տարածքը պետք է վերականգնեմ, չէ՞, երբ որ 23 թվականի վերջին
Խերսոնի, Զապորոժիայի, Լուգանսկի, Դոնեցկի մարզերը ընդունվեց Ռուսաստանի տարած, մարդիկ հեգնում էին Պուտինին։ Հեգնում էին այդ ժամանակ մանավանդ Ուկրաինայի հաջողությունների ֆոնին այդ հակահարձակում եւ այլ եւ այլ։ Ես իրանց ասում էի, դուք չեք պատկերացնում, ատոմային պետությունը հավակնում է քո տարածքի կեսին։ Հիմա որսի մարդիկ պատկերացնեն, ամենևին էլ ոչ ատոմային Ադրբեջանը 94 թվականից հավակնում էր Արցախի հանրապետության տարածքին։ Եվ 20 քանի տարի հետո դա հետ բերեց։ Այսինքն այդ հավակնելը, երբ որ այդ հսկան, դա գիտեք ոնց որ sense լուր մնացած մի հատ գազանա, որը հենց թուլացար ինքը իր հավակնությունները մեջտեղ կբերի։ Հիմա Պաշտոնական Մոսկվան ասում է տուր այդ տարածքները ինձ, որտեղ դրանք իմ համանդրական տարածքներն են։ Այդ քարտեզը բացում ես տեսպես պայմանական, օրինակ Զապորոժիա եւ Խերսոնի շրջանները, Դնեպր գետը իրենց մեջտեղից կիսում է, դու Դնեպրի արևելյան ափին ես, հնարավորություն չունես արևմտյան ափ անցնել եւ օրինակ Խերսոնը գրավել, որովհետեւ դու Խերսոնը գրավել էիր մինչեւ այդ։ Բայց դու հայմարսներով խփելով գետի վրի կամուրջներին եւ քո մատակարարումը դնելով կասկածի տակ, առանց ռազմական հարձակման Ուկրաինան Խերսոնը հետ վերցրեց։ Հիմա Տրամպն ասում է հարգելի Պուտին, այդ դու ինչ ես արել, որ հավակնում ես Խերսոնին։ Պուտինն էլ ասում է, գիտես ինչ, դու ճիշտ ես, մեծ հաշվով։ Բայց սա իմ տարածքն է։ Այնուամենայնիվ ես որ հետ եմ նայում, երբ Պուտինը կուզենար, որ այդ 19-ը չլեն գետով, կիսեր ասեր լավ Խերսոնի կեսն է իմը։ Հասկանաք, սա խնդիր է, լրջագույն խնդիր է։ Հիմա երկու տարբերակ կա։ Ամենն հավանականությամբ չեն տա այդ տարածքներն իրան։ Բայց եթե չտվեցին Ռուսաստանի պես գերհսկան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամը, բարձր օկուպացված տարածքներ ունի։ Մենք տեսանք, թե Ադրբեջանի պես ամենևին էլ ոչ գերհսկան 25-26 տարի իր օկուպացված, այսպես կոչված բնականաբար, տարածքների մասին ինչեր էր ասում։ Բա մենք վստահ ենք, որ այդ նույնը Ռուսաստանը չի ասելու։ Բա տարածքներն չեն տա։ Հիմա ոչ մի ռազմական հաշվարկ չկա, ինչի պետք է։ Ինչ չէ թե Ուկրաինայի վարչական բաժանումով Խերսոնը եւ Դնեպրի այն մյուս արևմտյան ափը ինչի պիտի դա քեզ տանք որ։ Ոստեղ այդ հսկաների բանակցությունում այլ բաներ է մեջտեղ գալի։ Սկսում են Իրանի հարցով բանակցել, Ռուսաստանը ասում է, «Այնի դուր կթույլ տամ Իրանի հարցով սենս լինի, Հութիների հարցով սենս լինի»։ Հələ ավելի մանուկ հարցեր են իջնում, հələ մենք այս ուկրաինական պատերազմի արձագանքը մեր մոտ ենք տեսնելու։ Ադրբեջանի խնդիրը ստորացրեց ուկրաինական պատերազմի ընթացքում Ադրբեջանը ստորացրեց Ռուսաստանին։ Հիմա փորձում ենք դա նկատել չտալ եւ մոռանալ, բայց պատմությունը դա չի մոռանում։ Հիմա Ռուսաստանը հարավային Կովկասից հեռանալու խնդիր ունի։ Հայաստանում խնդրահարույց, Վրաստանը խնդրահարույց, Ադրբեջանը գրեթե թշնամական արդեն։ Եվ այս պայմաններում դու հույս ունեիր Արցախում ունենալ Աբխազիա, Օսիա 2, բազա իր լոյալ բնակչությամբ, չունեցար։ Եվ հիմա նորից պատմական եւ աշխարհաքաղաքական կանոն է, որ Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս գտնվող ցանկացած ուժ լինի դա ոսկե հորդան, սկյութական թագավորություն, խազարական խաղաղություն, ինչ ուզում լինի, որ այդ տարածքից հյուսիս, ինքը եթե Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներում ամուր չի, հյուսիս ընկած տարածքներում ինքը խնդրահարույց է։ Դա կանոն է, դա կանոն է աշխարհ։ Հիմա հարավը քո կասկածի տակ է, հարգելի Մոսկվա։ Այսինքն դու հյուսիսը տել է լինելու կասկածի տակ։ Իսկ դու Ուկրաինայում անհաջողություն ունեցար։ Հսկայական քանակի բանակ ունես, որը պետքա հիմա զորացրես, այդ մարդիկ գալ են մտնեն քո հասարակություն պատերազմի մահ տեսած, որը կարա նաև նեգատիվ հետևանքներ ունենա։ Ալիևն է ստեղ սենց։ Գուցե ստեղ մենք շանս ունենք Արցախահայության վերադարձի համար։ Գուցե։ Հուսանք։ Գուցե, որովհետև գիտեք, հույսը վերջում է մահանում։ Երբ որ մարդուն տանում են կախելու, ինքը մինչև վերջը հույսնի, որ պարանը կկտրվի, չէ։ Հիմա մենք ամեն ինչ հանձնում ենք ինչի համար, հələ սպասենք, տեսնենք Ալիև ինչ է ասում։ Ուկրաինայի թեման ավարտելով, այո, սա Ռուսաստանի պարտություններ, ով ինչ ուզում է թողասի, բայց պատմությունը չի ավարտվում եւ ռուս-ուկրաինական առաջին պատերազմն էր սա, ըստ էության, դրան կհետևեն երկրորդ, գուցե երրորդ եղել։ Մի բան էլ ասեմ, այս ուկրաինական թեման փակենք, Ռուսաստանը քաղաքակրթական մակարդակում է պարտվում արևմուտքին։ Քաղաքակրթական, որովհետեւ մարդիկ հասկանան, ամեն մի քաղաքակրթություն դա ասենց արժեքների ամբողջություն է։ Պայմանական ասած հյուսիսային Կորեան սա մի հատ քաղաքակրթություն է։ Հիմա վատա, լավա եւ այլն եւ այլն։ Այսինքն արժեքների ամբողջություն, որը մեծ թվով մարդիկ հասարակության մեջ դավանում են եւ արդյունքում դա դառնում է քաղաքակրթություն։ Հիմա կարող է մի քաղաքակրթություն դեր, որտեղ մարդ ուտելը նորմալ է։ Հիմա Ռուսաստանի քաղաքակրթությունը, որ ինքը հիբրիդ մակարդակում է արևմուտքի արևելքի միջև, ինքը պարտվում է արևմուտքին։ Ինչի է պարտվում, նայեք, ռուս մեծահարուստների երեխաները բոլորը արևմուտքում են, ռուսական կապիտալը արևմուտքում է։ Ինքը Պուտինը այս պատերազմով ինչ էր ուզում։ Ինքը նամեն արևմուտքին ասում էր. «Ինձ հավասար ընկալի քեզ, ես դառնամ քո ընտանիքի մի անդամը,
Եվ մենք իրար հետ այնպես աշխարհի հարցերը լուծենք։ Արևմուտքն ասեց, չէ, դու չես կարող լիարժեք անդամ դառնալ եւ սկսեց խփել։ Եվ արդյունքում Պուտինը մտավ պատերազմի մեջ, քանի որ ինքը խնդիրներ ուներ այդ պատերազմն էլ վատավարտ ունեցավ եւ հիմա, այսինքն Ռուսաստանի քաղաքակրթության ստեղծված արժեքային համակարգը մարդկանց համար հրապուրիչ չէ։ Տեսեք, Իրանն էլ է քաղաքակրթություն, Իրանն էլ հրապուրիչ չի։ Մարդիկ փախնում են Իրանից։ Եվ բոլորը հայհոյելով արևմուտքը գնում են արևմուտք։ Ես բազում Facebook-յան ընկերներ ունեմ։ Հայհոյում են արևմուտքը, մեկը մտնում ես Facebook-յան էջը նայում ես, ապրում է Չեխիայում, ապրում է Գլենդել։ Ախպեր ինչ եք հայհոյում, գնացեք Վլադիվոստոկում ապրեք, եթե այդքան լավ է։ Այսինքն Ռուսաստանը քաղաքակրթական մակարդակով պարտվում է։ Ռուսաստանի համար լավագույն ելք կլիներ, եթե Իրան ընդունեին արևմուտքի ընտանիքի անդամ, բայց արևմուտքը չի ընդունում, ասում է, եթե ուզում ես իմ ընտանիքի անդամը լինես, եղիր ոչ գլխավոր։ Այնտեղ գլխավորը ԱՄՆ-ն է, պայմանական կամ Եվրամիությունը։ Նա ասում է, չէ, ինձ գլխավոր, ձեզ հավասար, ասում են, չէ, հավասար չենք ընդունի։ Եվ այս խնդիրն ա գամ։ Հիմա քաղաքակրթական մակարդակով Ռուսաստանը ստեղծեց արժեքներ, որը դուրս չի գալի Ուկրաինայի ժողովրդի զգալի մասին, որտեղ Եվրոպայի կողքը նստած ես Օդեսայի ընկեր ունեմ, որ ասում ախպեր, չեմ ուզում ես ապրեմ Ռուսաստանի օլիգարխիկ իշխանության տակ, ես ուզում եմ ժողովրդավարական հասարակությունում ապրեմ։ Այդ ընկերս ասում եմ դու հասկանում ես Ռուսաստանության քաղաքացիական պատերազմ, այսինքն Ուկրաինայի ժողովուրդը չի ուզում ապրել այն արժեքներով, ինչ պաշտոնականությամբ, կարծես ապստամբել է, ոնց որ 17-18 թվին։ Ասենց միտքս այս առումով վերջացնելով, այսինքն ուժեղ է այն քաղաքակրթությունը, որը արժեքային համակարգով մարդկանց գրավում է իր օգտին։ Պայմանական ասած Եվրոպան եւ Արևմուտքը։ Հիմա մարդիկ ճշտով սխալով գնում են Եվրոպա եւ ԱՄՆ ու Արևմուտք։ Ռուսաստանը պարտվում է, այս պատերազմն էլ ավելի սրեց այդ պարտության ակնհայտությունը, որտեղ մարդիկ տեսան, որ տեխնիկապես էս հետամնաց, ֆինանսապես էս հետամնաց, կառավարման մոդելով էս հետամնաց եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ պարոն Հակոբյան, ուզում եմ հակիրճ նաև անդրադառնանք Սիրիայում ստեղծված իրավիճակին, այնտեղ վերջին օրերին փաստացի ցեղասպանություն էր տեղի ունենում եւ դրա հետևանքով նաև մեր հայրենակիցներն էին զոհվում։ Այս առումով ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենակիցներին պաշտպանելու նպատակով եւ բավարար աշխատանք տեսնում եք այս ուղղությամբ։ Վերջից սկսեմ, ընդհանրապես աշխատանք չեմ տեսնում, որ մի հատ բավարար աշխատանք տեսնեմ, իրեն հարգող պետությունը նույնիսկ այս ծանր պայմաններում պետք է գումար գտներ, չարտերային ինքնաթիռային թռիչքներ կազմակերպեր, հիմնական քաղաքներ, բնականաբար տեղի իշխանության համաձայնությամբ, եւ ասեր հարգելի հայեր, ով ուզում է շաբաթը մեկ պայմանական Հալեպի օդանավականից այս ինքնաթիռը թռնում է Երևան։ Բնականաբար մեր հատուկ ծառայությունները բան միած ստուգում են այդ գալացող մասսայից ցուցակագրում են, բերում են Երևան, որևէ միտեղ կենտրոնացված բնակեցնում են այդ մարդկանց, պայմանական Չարենցավանի կամ Հրազդանի ինչ-որ մի թաղամասում, բարձա, պետք է հսկես սկզում, որտեղ կարող է վատ տարեր կան այդ մարդկանցից, բայց մեծ հաշվով 98%-ը կգան նորմալ մարդիկ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնար համայն հայության ցկող կենտրոն։ Հիմա այսօր Սիրիայում եղավ, վաղ այդ խնդիրը Աստված չանի Գլենդելում կլինի, մյուս օրում կարող է Լիոնում լինի։ Դու պետք է հայերին ցկտես, առանց այդ էլ դատարկվում է մեր երկիրը։ Սա մեկ, չեմ տեսնում, ոչ մի բան, առավել եւս որ մեր իշխանությունները, չգիտես ինչ է, Սփյուռքի հետ տենց բաժանում են դնում իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետության հայրենիքը պետությունն է։ Բոլորս էլ սիրում ենք պետություն, պետականաբար ոչ մեկ իզնից շատ չլինի, բայց իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չէ։ Հայաստանի Հանրապետությունը իմ պետությունն է։ Իմ հայրենիքը դա ավելի լայն հասկացություն է, որի մասն է Հայաստանի Հանրապետությունը, բայց ողջ իմ հայրենիքը չէ Հայաստանի Հանրապետությունը։ Մարդիկ սա չեն անում, սա մեկ։ Օրինակ նաև ներողություն եմ խնդրում, այսօր հայտնի դարձավ, որ հումանիտար օգնություն ուղարկելու որոշում են կայացրել, որի նպատակով Թուրքիայի հետ սահմանն է 10 օրով բացվել։ Գիտեք, Սա ինչ է։ Դա իհարկե ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի հետ հերթական sense սիրախաղ անելու միտում, ահա, այն անգամ երկրաշարժով բացեցինք, այս անգամ էլ sense բացենք, ահա, բացենք, դառնա սովորական, չեն բացելու թուրքերը, ձեզ թուրքերը մարդուտեղ չեն դնում։ Մի հատ կենցաղային կոպիտ օրինակ բերեմ ու նորից դառնանք Սիրիայի հարցին, էլի ինձ հաճախ քննադատում են, ասում են դու քո խոսույթի մեջ ինտերվյուները միշտում ես կենցաղ, ասում են ոչինչ, թող կենթանի խոսակցություն լինի։ Եթե թաղում որևէ տղայի չեն հարգում, հայհոյում են, ստորացնում են, փողը վերցնում են, իր սիրած աղջկան ձեռքից տանում են, հետո այդ տղեն գնում է ասում է, գիտես ինչ, թաղի հեղինակություն։ Արի սեղանի շուրջը նստենք, հələ մի հատ հասկանանք, աղբերս խի է, այսպես։ Այդ հենակն կազի տղա ջան, դու այդքան կաս, որ իմ հետ ընդհանրապես նստես սեղանի շուրջ խոսես, դու պետք է այդքան լինես։ Հեռացիր այստեղից։ Այդ թաղի տղեն պետքա ծեծի այդ հեղինակության երիտասարդին, իրա փողը պաշտպանի, աղջկան պաշտպանի, ստիպի, այ հիմա եթե մեր սպեցնազը մտներ Ջերմուկի մոտի դիրքերը,
30-ատ թուրքի դիակ թողեր ու գիշերով դուրս գար։ Եթե մեր հրետանին կորցրած Վարդենիսի տարածքներում թուրքական դիրքերը հողու մոխրի վերածեր, քեզ կհարգեին, կասեին, հա էլի, հա։ Հիմա տեսեք տիպիկ օրինակ, ինչը Մոսկվային ստիպեց սենց պահանջները սահմանափակել Ուկրաինայի հարցով, հարգելը ստիպեց, Արևմուտքը ստիպեց, ասեց դու Կիևը չես մտնելու, տղա ջան, ուզում ես կկռվենք, չէ, խելոքացի։ Հիմա գանք նորից մեր մոտ։ Էրդողանը եւ Ալիևը մեզ չեն հարգում, այս հարգանքը շատ կարեւոր է ինչպես ընտանեկան, հասարակական, այնպես էլ պետական հարաբերություններում։ Եթե քո թաղի հեղինակությունը քեզ չի հարգում, ինքը իր հասարակության մեջ ներկայացել է որպես Նոլդու Փաշինյան կերպարով, ինքը պատրաստ չի ընկալել քեզ որպես մարդ, սուբյեկտ, որ այդ ինքը պայմանագիր կկնքի եւ ձեռքի կտա։ Ինքը ասում է դու չկաս, նույնիսկ եթե քո ձեռքը սեղմեմ, դա իմ համար վիրավորական է, որ մնաց մի հատ պայմանագիր ստորագրեմ, մեն իմ Նոլդու Փաշինյանով էլ մարդիկ ասեն փաստորեն համ Նոլդու Փաշինյան, համ էլ մի հատ պայմանագիր ստորագրել, չէ՞ որ պայմանագիրը պարտավորություններ է ենթադրում պատասխան։ Իսկ այս մարդը ասես 100% հաղթել եմ, ինչ պարտա, այդ նույն թաղի հեղինակության խնդիր։ Հիմա վերադառնալով Սիրիային, չի օգնի այս ամեն ինչը, բնականաբար չի օգնի, մարուք է, ինչ որ մանր ֆինանսական եւ այլ բանա Հայաստան Հանրապետությունից էդի մոռացանք։ Էրդողանը կարճ խնդիրներ ունի, սրվում է Էրդողանի խնդիրները, երբ որ դեկտեմբերին Ասադի ռեժիմը Սիրիայում փլվեց, ես ասեցի եւ ինչքան եմ ձեր ստուդիայում եմ ասել, Սիրիան ծանր բեռի պես ընկնելու է Թուրքիայի վրա։ Կա այդ միտքը նորից կրկնեմ, դու արդեն պատասխանատու ես Սիրիայի համար, իսկ Սիրիան տնտեսական լրջագույն խնդիրներ ունի։ Դու պետք է կամ այդ հասարակությանը, տեսեք նորից այն նախկին միտքս է գալի, քաղաքակրթական մակարդակում հրապուրիչ դարձնես Թուրքիան, որպեսզի իրանք մտնեն Թուրքիայի ռազմավարչական համակարգի մեջ, այդ Սիրիայի Դամասկոսի արաբները, կամ դու պետք է իրանք շատ փող տաս, օրինակ կոպիտ ասած մենք ոնց ենք, ասենք Արցախին ընդգծված միշտ շատ գումար էինք տալի, չէ, աշխատավարձներն այնտեղ բարձր եւ այլն, որպեսզի այդ գնով գոնե այդ տարածքը, որը տնտեսական առումով վնասակար է, բայց պետք է քեզ, այդ էլ Թուրքիան չի կարող անել, որովհետեւ ինքը երեք տեսան ֆինանսական ճգնաժամի մեջ է, ճգնաժամ, ներքին ճգնաժամ եւ այլն, կամ այդ տարածքում դու ունենալու ես մշտական խնդիրներ։ Հիմա Սիրիայում էլ կոնկրետ իրավիճակում հյուսիսում ալավիները, որոնց ցավոք ցեղասպանության ենթարկեցին, մի քանի հազար հոգի սպանվեց եւ մեղմ ասած դա ամենևին էլ չմեծացրեց ալավիների սերը Թուրքիայի նկատմամբ եւ առիթի դեպքում այդ զոհվածների մոտիկները զենք են վերցնել եւ Թուրքիայի դեմ կռվեն։ Հələ ալավիների հյուսում ոչինչ։ Հարավում դրուզներն են, որոնք եւ ավելի մարտունակ են եւ հենց հետեւում կանգնած է Իսրայելը, որին ամենևին էլ չի հրապուրում են հեռանկարը, որ Թուրքիայի այդ բարշի բոզուկները գալու են հաստեն Հոլանի բարձունքներին, սահմանի կողքը։ Այսինքն ինքն այնտեղ ուներ Համաս, Լիբանանում Հեզբոլա, մի հատ այստեղ Սիրիայում ունենա եսիմ ինչ։ Դրուզների խնդիրը, քրդերի խնդիրը հյուսիս-արևելքում, որոնք իբր թե մի բան ստորագրեցին, մարդիկ ասի, վայ, քրդերը բան հանձնվանես կան, ոչ։ Ամենևին չհանձնվեցին եւ դա ստերեոտիպ ինչ որ թաքնված բան էր, համենայն դեպս փաստացի իրավիճակը չփրկեց Սիրիայում։ Հիմա Ջուլանի վարչակազմը սրընթաց խնդիրների մեջ է խրվում եւ այդ Սիրիայի պատմությունների շարունակությունը մենք անկասկած կտեսնենք։ Ամենայն հավանականությամբ Սիրիան կֆրագմենտացվի, կբաժանվի մի քանի մասերի, Հալեբ կենտրոնը հյուսիսում կլինի Սիրիայի Թուրքիայի ազդեցության տակ, որտեղ Թուրքիայի իշխանությունը մեկա թույլ կլինի, հարավը կմնա Ջուլանին մի քիչ ավելի հարավ դրուզները կփորձեն Դամասկոսը Սկամենձով գրավել, արևելքում էլ քրդերը։ Գիտեք, այդ տիպի պետությունների ժամանակներն անցնում է, ես մի քիչ սովորություն եմ, միշտ sense պատմական եմ նայում, 100 տարի առաջ այդ ձևի պետությունների ժամանակներն էր, երբ որ արաբական տարբեր ցեղերը, խմբերը sense հողվում են, ասում են Սիրիա, Իրաք, Լիբիա, հիմա մենք տեսնում ենք 10 թվականից էսկան, որ մարդկային ավելի փոքր խմբերը, քանի որ ավելի ավտոնոմ են, կապի միջոցներ, զենք, տնտեսություն, իրանք ասում են մեզ պետք չէ մեծ պետությունը։ Մեզ պետք է Դամասկոսի հանրապետություն, Հալեպի հանրապետություն։ Աշխարհի ուժերներին էլ է դա ձեռն, որովհետև փոքրին ավելի հեշտ է կառավարել, ինքը թույլ է, երկրորդ փոքրների մեջ հավաքածություն կա, Դամասկոսի եւ Հալեպի մեջ հավաքածություն կա, դու միշտ կարող ես դրա վրա խաղալ։ Այսինքն, տեսեք, Իրաքը այդ խնդիր ունի, հյուսիսային Իրաքում քրդերը անկախ են, Լիբիան ունի, այսինքն արհեստական, թող ինձ ներվի այս խոսքը, պետություններ կան, որոնց ժամանակը գալիս է։ Հիմա Թուրքիայի պահով Թուրքիան էլ է քաղաքակրթական ճգնաժամի մեջ, հիմա ինձ կասեն այս տղեն հայ է ասում, այո, ավտորիտար ռեժիմների ժամանակներն ասում են, նույն խնդիրը Ադրբեջանն ունի։ Եթե մենք պինդ լինենք Ադրբեջանի վերջը մեր սերունդը տեսնելու է, հիշեք իմ խոսքը։
Ադրբեջանը քաղաքակրթական ճգնաժամի մեջ է, նույն ինչպես Էրդողանի ռեժիմը։ Իմամօղլուին երեք Էրդողանը ձերբակալեց, տեսնում եք Ստամբուլում։ Այսինքն մարդկանց մի հատ շերտ է ստեղծվել, որն ասում է հարգելի Էրդողան, ես չեմ ուզում քո ավտորիտար իշխանության տակ ապրեմ։ Հիմա քլեջ եղավ անցած ընտրություններին Էրդողանը պահեց, ստեղ Իմամօղլուն պահեց, բայց երբ որ տենդենսը գալիս է քո դեմ, դու պետք է այդ տենդենսը վերացնես, թե չէ 3-րդ, 4-րդ, 5-րդ հարվածից կտա, Ինչ-որ մի օր պայթելու մի օր պայթելու է, կամ դու ես մահանալու, առողջությունը չի հերիքելու, դեմոգրաֆիկ խնդիրները քրդերը շատանում են, տեսեք Թուրքիայի ազգային ժողովում մարդիկ նկատել են այդ տենդենսը քրդամետ կուսակցությունները տարին տարի վրա միշտ շատացնում են, դա ինչի՞ց է, որտեղ քրդական տարը շատանում է Թուրքիայի հասարակությունում, բուն թուրքական տարն է, որը արևմտյան եվրոպական հատվածում է, եվրոպականացվածա ծնելիության խնդիր ունի։ Հիմա թեման սենց ավարտենք, Թուրքիան իր տեղում թողնենք հուսանք, մեղմ ասած վատ կլինի իրանց համար, վերադառնանք Ադրբեջանին, խնդիրներ ունի, Ալիևի ռեժիմը խնդիրներ ունի, եւ եթե մենք դիմանանք ուժեղանանք, մեր պետությունը ավելի ամուր է, որովհետև մեր պետության հիմքում հայ ժողովրդի համահավաք կամքն է։ Իսկ Ադրբեջանի պետությունը դա իր բնույթով այն պետություններից է, որոնց ժամանակ անցնում է, սիրային իրանք իրաք են։ Այսինքն որ չէ մի օր կարող է Թալիշստան, Լեզգիստան, հիմա կասեն, այս տղեն ինչ է ասում, Ալիևը մեզ սպառնում է, հա այս տղեն ճիշտ է ասում։ Ճիշտ է ասում, թեև այս պահին այո մենք վտանգի տակ ենք, բայց մենք ավելի պինդ ենք։ Ուղղակի մեզ նորմալ կառավարում է պետք, մեզ պետք է արդյունավետ ուժ հավաքել։ Ժողովրդավարական արժեքներ, ուժեղ տնտեսություն, հասարակության առողջ վիճակ, եւ մենք Ադրբեջանի վերջը տեսնելու ենք։ Այսքան բան դա։ Հենց այս լավատեսական նոտով էլ ավարտենք, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։